Երեք ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ իրավական զարգացումները բուռն էին։ Մեկ օրում եւ հրապարակվեց նրա ընկերությանը Հեցին լիցենզիայի ձեռքելու որոշումը եւ հակակոռուպցիոն դատարանը քննեց գործարարի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, Հեցը լիցենզիայի ձեռքելով Սամվել Կարապետյանը գործարքի չի գնալու։ Որևէ ակտիվ, որևէ ընկերություն, որևէ չափի գումար Սամվել Կարապետյանի համար կարևոր չէ այնքան, ինչքան իր համոզմունքները։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար։ Կալանքի միջնորդության քննարկման դռնփակ նիստը տևեց շուրջ 16 ժամ, որի ընթացքում դատարանի բակում ազգային բարերարին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական եւ մշակութային գործիչներ։ Նրանց կարծիքով Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական բնույթ է կրում։ Ռեպրեսիվ գործողություններ են, այստեղ ոչ մի օրինական ոչ մի բան չկա։ Յուրաքանչյուր մարդու համար էլ պարզ է, որ այս ամեն ինչի հետևում կանգնած է քաղաքական պատվեր, ուրիշ ոչ մի բան, հա։ Վարչապետը կալանավորելուց հետո հաջորդ օրը տալիս է հայտարարություն, այս վիճակում մենք, հա, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ արդարադատությունը որոշում է վարչապետի Facebook-յան փոստով։ Բացի այդ, Կարապետյանի թիմի անդամները հարցադրում են անում. Եթե իրենց օպոնենտները վտանգ չեն տեսնում Սամվել Կարապետյանից, ինչու ազատ չեն արձակում նրան։ Եթե վտանգ չեն տեսնում, ինչու բաց չեն թողնում Սամվել Կարապետյանին։ Ինչու են տենց հետևողական բոլոր մեթոդները կիրառում, որպեսզի ինչքան հնարավոր շատ նրան պահեն կալանքի տակ։ Առավոտյան արդեն դատավորը հրապարակեց որոշումը։ Կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, ինչը ըստ փաստաբանական թիմի ապօրինի է եւ դատական աբսուրդ։ Գործընկերներ, եկեք հետևյալը արձանագրենք։ Երբ դատական այս աբսուրդային իրավական ծաղրի նմանվող ահաբեկչական գործողության, որովհետև իրավական ահաբեկչություն է սա, որովհետև եթե մի կողմից ասում են գնացեք բանակցեք սեփականատիրոջ հետ, մյուս կողմից ասում են սեփականատերը պետք է ամենաաբսուրդային, ոչինչ իրենից չենթադրող մեղադրանքով գտնվի կալանքի տակ, այն վճռաբեկ դատարան օպերացիան, որը իրականացվեց, այդ աստիճան ստվերային արդարադատությունը, դուք պատկերացրեք դատախազը ինչ է պատասխանում նիստի ընթացքում։ Ասում է ես զանգել եմ գրասենյակ, գնացել եմ որոշումը ստացել եմ։ Փաստաբանական թիմի անդամները պնդում են, Կարապետյանը 5 ամսից ավել չի կարող կալանքի տակ մնալ։ Օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը գերազանցված է։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, բայց ունենք հստակ մի հանգամանք։ Իրավական process-ում եթե փողերի լվացման դրվագով հիմնավոր կասկածը չհիմնավորեր, ինչին եկել էր օգնության վճռաբեկ դատանի որոշումը, ապա կալանքը միանշանակ չէին կարող երկարացնել։ Այնուհանդերձ Սամվել Կարապետյանի կողմնակիցների կարծիքով նման որոշումները չեն կարող կոտրել բիզնեսմենի դիրքորոշումն ու տարիներով ձևավորած հանրային վստահությունը։ Նրանք ասում են, նույնիսկ երկարաձգված կալանքը չի փոխի այն հանգամանքը, որ ազգային բարերարը շարունակի մնալ հանրային մեծ աջակցություն ունեցող գործիչ, իսկ գործի իրական գնահատականը դեռ առջևում է։ Սամվել Կարապետյանը պիտի լինի ազատության մեջ, որովհետև Սամվել Կարապետյանի գործունեությունը, փորձը ընդհանրապես Սամվել Կարապետյանը այն մարդն է, ազգային բարերար, որ շատ բան ունի արած այս երկրի համար ու պիտի շարունակի իր գործունեությունը, պիտի շարունակի իր անելիքները։